Իսրայելական ուժերի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետությունում ավերածություններից բացի եղել են նաև զոհեր, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ովքեր են նրանք եւ ինչու են հենց նրանք հայտնվել Իսրայելի առաջին հարվածների թիրախում։ Գեներալ-մայոր Հոսեյն Սալամի Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար։ Սալամին 2019 թվականից ղեկավարում էր գաղտնի ծառայությունը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, վերահսկում էր դրա ամենահզոր ռազմական թևը եւ անմիջականորեն հաշվետու էր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ 2024 թվականի ապրիլին եւ հոկտեմբերին Սալամիի գլխավորությամբ Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ, դառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքին առաջին ուղիղ հարվածներ հասցրած երկիրը։ Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերի 2016 թվականից Մոհամմադ Բաղերին Իրանի զինված ուժերի շտաբի պետն է եղել, որը ներառում է ավելի քան 500,000 ակտիվ անձնակազմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության 2019 թվականի փաստաթղթում Բաղերիի դեմ պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի համաձայն գլխավոր շտաբը Իրանի ամենաբարձրաստիճան ռազմական մարմինն է, որն իրականացնում է քաղաքականություն, վերահսկում եւ համակարգում է զինված ուժերի ներսում գործունեությունը։ Նա ունեցել է ակնառու զինվորական կարիերա ԻՀՊԿ-ում, իսկ 2016 թվականից փոխարինել է գեներալ-մայոր Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին կազմակերպության շտաբի պետի պաշտոնում։ Ալի Շամխանի Ալի Շամխանին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մտերիմ օգնականն էր, նախկին ազգային անվտանգության ղեկավարը։ Հենց նա է ներկայացրել Թեհրանը բանակցություններում, որոնց արդյունքում կնքվել է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու կարևոր համաձայնագիրը։ Շամխանին 2013 թվականից սկսած 10 տարի զբաղեցրել է երկրի ազգային անվտանգության ղեկավարի պաշտոն, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում եւ պաշտպանության նախարարությունում։ Նա իրանական դիվանագիտության ծագող աստղ էր համարվում եւ լավ հայտնի է Վաշինգտոնի եւ Եվրոպայի արտաքին քաղաքականության շրջանակներին։ Ապրիլին ԱՄՆ-ի հետ բանակցություններից մի քանի օր առաջ նա զգուշացրեց, որ Թեհրանը կարող է վտարել ՄԱԿ-ի միջուկային տեսուչներին եւ դադարեցնել համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, եթե սպառնալիք կա։ Ղոլամ Ալի Ռաշիդ Ղոլամ Ալի Ռաշիդ արտակարգ իրավիճակների հրամանատարության բրիգադի գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիից հետո Իրանի ամենաբարձր ռազմական գործիչն էր, ղեկավարում էր երկրի գլխավոր ռազմական գործողությունների կենտրոնը։ Որպես Խաթամ Ալ-Անբիա կազմակերպության ղեկավար Ռաշիդը վերահսկում էր Իրանի համատեղ ռազմական գործողությունների բարձրագույն հրամանատարական կենտրոնը, համակարգելով ԻՀՊԿ-ի կանոնավոր բանակի եւ այլ պաշտպանական ստորաբաժանումների միջև ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային սպառնալիքների դեմ։ Վերջին ամիսներին Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության աճին զուգընթաց Ռաշիդը հաճախ էր զգուշացնում Իսրայելին հակադարձ գործողությունների մասին։ Մոհամմադ Մեհդի Թեհրանչի Թեհրանչին միջուկային գիտնական էր, Իսլամական ազատ համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղի եւ Շահիդ Բեհեշթիի համալսարանի նախկին ռեկտորը։ Ֆերեյդուն Աբասի Դավանի Աբասին միջուկային գիտնական էր եւ 2011-ից 13 թվականներին ղեկավարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Աբասին խորհրդարանի անդամ էր 2020-ից 24 թվականներին։ Նա գրանցված է եղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2007 թվականի մարտի 24-ի 1747 բանաձևի հավելվածում, որպես Իրանի միջուկային կամ բալիստիկ հրթիռային գործունեությանը ներգրաված անձ։ Այս բանաձևը սահմանում է ակտիվների սառեցում եւ ճանապարհորդության մասին ծանոթացման պահանջներ։ Աբասին նկարագրվել է որպես պաշտպանության եւ զինված ուժերի լոգիստիկայի նախարարության ավագ գիտնական։ Իսրայելի թիրախային հարվածներից գլխատվել է Իրանի ռազմական էլիտան, նրանց փոխարեն Իրանն արդեն նոր պաշտոնյաներ ու պաշտոնակատարներ է նշանակել։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։